Ինձ ասոցացնում են Եվրոպայի հետ, Էրասմուսի հետ։ Մի քիչ կպատմես նաև ֆրանսիական համալսարանի մասին։ Էրասմուսը Հայաստանում չի շարունակելու գործել։ Մեր հայ մունդուստիները գտնում են աշխատանք դրանից հետո հենց Եվրոպայում։ Առաջին հերթին ինչի են այսքան լավ բաներ անում, այն որ ասում եմ ուզում եմ միտեղ գցած լինի, եւ երկրորդը թե ոնց կարան ծնողները, ովքեր իրենց երեխեքի համար անհանգստանում են, այդ ապահովության զգացումը գտնեն։ Երեխեք ջան, Էրասմուսը թրաֆիքինգ չի։ Ժարե ոդքասթ է կրթության մասին։ Այստեղ մենք խոսում ենք կրթական հաստատություններից, ոլորտի խնդիրներից, կարծրատիպերից ու հնարավորություններից։ Մեր հյուրերը ամենատարբեր մարդիկ են՝ գործարարներից մինչև արվեստագետներ ու գիտնականներ, կրթության փորձագետներից մինչև ուսանողներ ու աշակերտներ։ Եթե դուք նույնպես կարևորում եք կրթությանն առնչվող ցանկացած քննարկում, մեզ աջակցել կարող եք Patreon-ում կամ Re-Armenia հարթակում բաժանորդագրության միջոցով։ Հղումները կգտնեք նկարագրության բաժնում։ Ողջույն բոլորին։ Ես Անգել Նինան եմ, կրթական ոլորտի էնտուզիաստ եւ Նժար ոդքասթի հիմնադիրն ու հաղորդավարը։ Այսօրվա մեր նժարին եվրոպական կրթությունն է։ Մեր հյուրը Նենսի Մկրտչյանն է, ով երկրորդ մասնագիտությամբ եվրոպագետ է։ Եվ այսօր մեզ պատմել է ամեն ինչ Erasmus ծրագրերի մասին։ Մինչ մենք կսկսենք ոդքասթը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, որ առաջինն իմանաք մեր նոր էպիզոդների մասին։ Իսկ տարածքի եւ տեխնիկայի տրամադրման համար շնորհակալ ենք TCF Armenia ընկերությանը։ Նժարե ոդքասթը կրթության մասին։ Քանի որ դու ունես շատ մեծ փորձառություն եվրոպական ճամփորդությունների ու կամավորությունների, մեզ շատ են գրում, որ մարդիկ ուզում են իմանալ Erasmus-ի մասին շատ, ու դու քանի որ նաև Erasmus Network-ի Հայաստանի հիմնադիրն ես, պատմի մեզ եվրոպական կրթության մասին Նենսի ջան։ Մերսի շատ հարցի համար, այդ հարցը ինձ այնքան են տվել։ Ես պատկերացնում եմ, բայց կներես պետքա տանք։ Նորմալ է, վերջին 10 տարին իմ կյանքի ես գիտեմ այդ հարցը ինձ ասոցացնում են Եվրոպայի հետ, Էրասմուսի հետ, անգամ ես ունեմ իմ մականունը իմ ընկերների շնորհիվ եւ եթե գաղտնիք չի լինի, որ ասեմ, ինձ ասում են Նենսի Մուս, համադրելով Նենսի ու Էրասմուս ծրագրերը, ու այդ մականունով անգամ ինձ շատ են գրում, «Hey Նենսի Մուս» կամ «Ողջույն Նենսի Մուս», կամ մի հատ հարց տամ, կամ «Էս մի վիզայի համար ոնց կարելի է գնալ, էս երկիր պետքա գնամ, կամ Ֆրանսիայում հեշտ է, կամ այստեղ դժվար է», ասենց ինչ-որ հարցեր։ Ես անկեղծ չեմ վարանում, եթե ժամանակ եմ ունենում իհարկե նամակները բացելու, բոլորի նամակներին գոնե պատասխանեմ կամ գոնե ուղղորդեմ, որտեվ իհարկե ամեն ինչ իմանալ կխաբեմ, որ ասեմ ես ամեն ինչ գիտեմ, բայց ես ամեն ինչին մոտեցում, ուղղորդում կարողանում եմ տալ։ Իհարկե, այո, ես հիմնադրել եմ Erasmus ուսանողական ցանցը հենց այդ նպատակով, որտեվ ինձ տրվող հարցեր այնքան շատ էին, որ ես ասացի ավելի լավ ունենանք մի ցանց, մի ավելի շատ մարդկանց խումբ, ովքեր կկարողանան ինձ հետ հավասար դառնալ, որտեղ բավականին շատ են միշտ հարցադրումներ լինում, իսկ գիտենք համասարանների զբաղվածությունը բավականին շատ է։ Ամեն դեպքում դրա համար հիմնեցի, դա արդեն մի 5 տարին շուտով կլրանա, որ հիմնել եմ, բայց ասեմ, ես իրականում համարվել եմ, ես ինքս Erasmus չեմ արել, ինձ թվում է դա բոլորի համար բացահայտում չի լինի, որ ասեմ, այսինքն Erasmus-ի ուսանողական ծրագրերից չեմ օգտվել։ Իսկ ինչ ես արել։ Ասեմ, սիրով, իհարկե սովորել եմ, մագիստրատուրան Լեհաստանում եմ սովորել, Եվրոպայի քոլեջում, եվրոպագիտություն, բայց մինչև այդ նաև ունեցել եմ փոխանակման ծրագրեր, հնարավորություն օրինակ Չեխիայի Կարլովի համալսարանում սովորելու, կարճաժամկետ Erasmus-ներին մասնակցելու, որոնք եւս ոչ ֆորմալ կրթության ձև են իրենց ներկայացնում։ Ու ինձ համար դրանք ասենց ոնց որ տվել են ամբողջ կարողությունները, որ ինձ պետք է եղել։ Դրա համար ինձ թվում է մարդիկ, որ տեսել են 1-2 ինչ-որ ծրագրի գնում եմ ակտիվ ու անկեղծ ասած չեմ խափի, որ ասեմ տարի է եղել, որ շատ քիչ եմ Հայաստանում եղել ու ասենք գալիս էի Հայաստան նույն օրը մի քանի ժամ հետո թռնում էի ուրիշ տեղ, կամ ասենք ընդեղից էի թռնում ուրիշ տեղ, դե այն ժամանակ վիզաները այդքան երկար չէին լինում, հիմա մի քիչ ավելի բախտավոր եմ, որ երկար վիզա ունեմ ու կարող եմ երկար մնալ ինչ-որ մի տեղում ու լիքը գործեր առաջ գցել։ Իսկ մինչև մագիստրատուրան ֆրանսիական համալսարանում ես սովորել։ Մի քիչ կպատմես նաև ֆրանսիական համալսարանի մասին։ Հիշվում եմ այն ժամանակ ես եմ gap year արել իմ վարժարանից հետո ու ստացվեց այնց որ իմ
նպատակը gap year անելու իրոք գտնել ինձ, իրոք գտնել իմ մասնագիտությունը, թե ինչ եմ ուզում ես սովորել, այլ ոչ թե անկապ ուղղակի մի համալսարան դիմել։ Իհարկե իմ քույրիկը միանգամից ընդունվեց ֆրանսիական համալսարան, շատ ընտիր քննությունները հանձնելով, ու ես ամեն օր տեսնում էի ոնց է դասի գնում, ու ցենց նայում էի ֆրանսիական համալսարան, ասում էի, բայց ոնց որ լավ տեղ է իրականում, բայց ես ասում եմ, միևնույնն է, ես համալսարանով չեմ առաջնորդվել, հա, ես մասնագիտություն էի ուզում հասկանալ, ինչ էի ուզում անել, ու այդ ժամանակ արդեն մի քանի չէ լիքը կամավորություններ եմ արել։ Այդ տարին ես ուղղակի օգտագործել եմ կամավորություն անելու համար, որտեվ առանց կամավորության ես չէի իմանա իմ մասնագիտությունը ինչն է, ես սկսեցի մարդկանց հետ շփվել, ինձ դա շատ դուր եկավ, լեզուները սկսեցի ուսումնասիրել ու լեզուների մարդկանց հետ շփման, հաղորդակցման այն միակցությունը ինձ թվում է ես գտա ֆրանսիական համալսարանում, որտեղ բոլորս գիտենք ֆրանսիական համալսարանում էլ ֆրանսերեն ենք սովորում, էլ անգլերենն է լինում եւ այլն ու մասնագիտությունն էլ դե ընտրեցի մարքեթինգը, որտեղ դա ոնց որ հաղորդակցման ամենամոտ մասնագիտությունն է, չեմ ափսոսում ընտրությանս համար, որովհետեւ ստացվում է 4 տարի բացի մարքեթինգից նաեւ սովորել եմ հարակից էկոնոմիկա, միկրո հաշվապահություն, մաթեմատիկա խորապես եւ այլն, որը մտածում եմ թե իմը չի, բայց բավականին ես հասկացա, որ մարքեթինգը նաեւ թվերի մասին է, ու գաղտնիք չի, որ հիմա իմ կազմակերպությունների վարման համար ամենակարևոր կարողությունը բյուջետավորումն է, ու ես դա հենց սովորել եմ էլի ֆրանսիականից, ու շատ շնորհակալ եմ այդ բոլոր հմտությունների կարողությունների համար, բայց բացի դրանից, որ ֆրանսիականը ինձ տվել է մասնագիտացում տվել է կարողություններ, իրականում չեմ գաղտնիք չեմ ասի, որ այդքան է շատ լավ սովորող ուսանող չեմ եղել, որովհետև միշտ բացակայել եմ դասերից, որովհետև Եվրոպաներ մեջ։ Այո, ինձ կանչում էր Եվրոպան, ես շատ եմ ճամփորդել, ինձ թվում է ես նաև կարող եմ ասել, որ ես ունեցել եմ լիկվիդ անգլերենից, որովհետև ես քննությունից բացակայել էի, որտեղ այդ ժամանակ Մակեդոնիայում էի, ու շատ կարևոր ծրագրի դեպ մեր առաջին կազմակերպության համար պետք է գնայինք փիչ անեինք ու ես միանշանակ պետքա գնայի, այսինքն տարբերակ չկար, կամ ընտրում էի քննությունից բացակայել, կամ գնում էի այնտեղ։ Ու իհարկե, երբ որ իմ մասնագետը գնում է Մոսկվա, որպեսզի վիզա ստանա ու հետ գա, ես այդ ամբողջ ջանքերը չեմ կարող ուղղակի ջուրը դնել, ինչա թե կներեք անգլերենի քննությանը։ Եվ իհարկե ես անգլերենի լիկվիդ եմ հանձնում ու իմանալով բոլորը քաչ գիտեն, որ անգլերենը իմ համար խնդիր չի եղել, հիմա համեստություն չեմ դրսևորի, բայց ասեմ, որ իմ համար անգլերենը ուղղակի ուղեկցող միշտ լեզու է եղել, այսինքն ես երբեք չեմ նստել դրա վրա հատուկ ուշադրություն դարձնեմ, պարապեմ, ես ուղղակի շփվել եմ մարդկանց հետ։ Նույնը ֆրանսերենի դեպքում, նույնը իսպաներենի դեպքում, այսինքն լեզուների նկատմամբ այդ սերը, մարդկանց հետ շփումը, այդ է եղել։ Ես անգամ չեմ թաքցնի, որ ես քերականություն չեմ սովորել այդ լեզուների, կարելի ասել, իմ ֆրանսերեն դասախոս ասում էր, եթե գոնե գիսամյակի մեջ մի քանի անգամ դասերին գայր, ուղղակի 20-ը կստանայր, բայց միշտ 10-10-ով տենց բավարարվել եմ, տենց չեմ ասում շատ վատ եմ սովորել, բայց ամեն դեպքում կարելի ասել, որ ավելի լավ կարող էի, ավելի բարձր գնահատական կարող էի իհարկե գտել հասնել, դե գիտեք ֆրանսիականը գնահատականների առումով տենց շատ խիստ է, ու իրականում գնահատականն է հենց պատճառ եղել, որ ու ֆրանկոֆոն միջավայրն է պատճառ եղել, որ ես նաև ընտրել եմ իմ մագիստրատուրան, որտեվ քոլեջ, Եվրոպայի քոլեջը ամեն դեպքում ֆրանկոֆոն միջավայր է ներկայացնում ու եվրոպագիտությունը, ընդհանրապես Եվրոպայի օրենքները, էկոնոմիկան սովորելու համար ֆրանսերենի իմացությունը շատ կարևոր է ու ես օգտագործելով ֆրանսիականի իմ գիտելիքները, թե հարցազրույցին ներկայացել եմ ֆրանսերենով, թե այնտեղ իմ կուրսի կեսի շատը ֆրանսիացիներ էին ու իմ ընկերների մեծ մասը եւս ֆրանսիացիներ են ու ոնց ասես բախտս բերել է ֆրանսերենի առումով, որ տիապետում եմ այդ լեզվին, այսինքն ամփոփելով վերջին գրեթե 10 տարին, որտեղ արդեն 2029 ֆրանսիականն եմ ավարտել, հետո եւս 2 տարի աշխատել եմ, նոր եմ մագիստրատուրա գնացել, կուզեի ես մասին շատ խոսել, որտեղ շատ ուսանողներ, ովքեր ինձ դիմում են հատկապես Էրասմուսի դիմելու համար, սովորելու համար, ես միշտ խորհուրդ եմ տալիս, բակալավր ավարտելուց հետո միանգամից մի գնացեք, հա մագիստրատուրայի Էրասմուսի ուսումնասիրի, որտեղ բոլորին թվում է Էրասմուսը ասես ինչ-որ կրթական աստիճան է, բան երեխեք չէ, Էրասմուսը ընդհանրապես աջակցման միջոց է, ֆինանսավորման ծրագիր է, որը Եվրախորհուրդը տրամադրում է, բայց Էրասմուսի շնորհիվ իհարկե կարելի է նաև մագիստրատուրա անել, դրա մասին ասեք խոսենք, բայց ասում եմ, ես շատ ուրախ եմ եղել, որ 2 տարի աշխատել եմ Հայաստանում ու եւս ավելի խորացրել եմ իմ գիտելիքները ու ավելի գիտակից ձևով եմ մոտեցել իմ
մագիստրատուրային ու թեզին։ Ու իմ թեզը եւս շատ կապված է եղել իմ մասնագիտացման հետ, այնքանով որ ես նաեւ ըստ վերջին 10 տարիների ընթացքում հասարակական կազմակերպության ոլորտում եմ ընդհանրապես սոցիալական հասարակական ոլորտում եմ կամավորական ոլորտում եմ ինչ շատ տեսել ու դրա շնորհիվ նաև Հայաստանի ՀԿ-ների դաշտն էի ուզում շատ ուսումնասիրել, հասկանալ իրենք ինչ պատկեր ունենք ընդհանրապես, որտեղ շատ էի լսել 3000-ից ավելի ՀԿ-ներ ունեն գրանցված, որոնք են ակտիվ աշխատում, ինչն է պատճառը, որ իրենք հիմնականում ակտիվ չեն կարողանում նաև գործունեություն ծավալել, բայց դե միանշանակ թեզի իմաստն է, որ ունենաց ինչ-որ համեմատական նշան ու ես դա համադրեցի օրինակ Վրաստանի ՀԿ-ների փորձի հետ ու շատ հետաքրքիր վերլուծության ոնց որ եկա եզրահանգման եկա, որ օրինակ Եվրամիությունը երբ որ ֆինանսավորում է տալիս Վրաստանին ու Հայաստանին, իհարկե երբ որ ես իմ թեզը գրում էի, Հայաստանը ավելի շատ կազմակերպություններ ունի ու մենք ավելի կոպիտ ասած ավելի շատ ենք սպասում դրամաշնորհների, ենթադրամաշնորհների Եվրամիության կողմից, իսկ Վրաստանը, որ ավելի թվով քիչ կազմակերպություն ունի, իրենք թվով ավելի գումարային համագումարով ավելի շատ գրանտների հնարավորություն ունեն, զուտ արդեն իմանալով Եվրամիություն Վրաստան, Եվրամիություն Հայաստան, այդ արդեն քաղաքական ու դիվանագիտական կապը իհարկե մասնագիտությունը չմոռանանք որ երկրորդ մասնագիտությունը եվրոպագիտությունն էր բայց ոնց տեսնում եք ես չեմ կարողանում մի բանով սահմանափակվեմ միշտ կամ Եվրոպան ու իմ մասնագիտությունը Եվրոպան ու հասարակական ոլորտը ու տենց ամեն ինչում կամ Եվրոպան կա կամ իմ ՀԿ-ն կա կամ իմ մասնագիտությունները Ինչով է քեզ այդքան հետաքրքրել Եվրոպան ու նաև քննության պատմությունը որ պատմեցի ինձ թվում է դա փաստում է նրա մասին որ քո համար Եվրոպան այդ բոլոր կամավորական ծրագրերը տարբեր երկրներում ներկայացուցչություն ունենալը շատ կարևոր է եղել ինչի է ինքը այդքան կարևոր դեր ունեցել քո կյանքում Ոյ անկեղծ որ ասեմ չեմ հիշում որ տարիքից սկսեց, բայց շատ են եղել երբ որ կամավոր էի դեռ սկզբից, ինձ դե այն ժամանակ է 13 տարեկանից բարձր դե հնարավորություն ունես Erasmus-ին մասնակցելու ու իմ հասարակական կազմակերպությունը որտեղ որ կամավոր էի, ինձ միշտ առաջարկում էր, բայց ես դեռ շատ փոքր էի այն ժամանակ, շատ փոքր ասելով 13 տարեկան, այսօր որ նայում եմ 13 տարեկաններին, որ ասում եմ երեխեք գնացեք, այդ հնարավորությունը կա հազիվ օգտագործեք այդ հնարավորությունը, որ գնաք նոր երկիր տեսնեք, նոր շրջապատ, նոր ընկերներ ձեռք բերեք։ Ես այն ժամանակ դեռևս Հայաստանը հատկապես 10 տարի առաջ լրիվ ուրիշ էր։ Ես այն եզակի կամավորներից էի Erasmus-ի մասին շատ քչերը գիտեին ու իմ գլխավոր նպատակները ուղղակի խորանալ մի հատ հասկանալ ընդհանրապես այս ծրագրի ինչքանով է վստահելի, ինչքանով չէ։ Ես եղել եմ մենթոր օրինակ եվրոպական կամավորական ծրագրով Հայաստանում, որ միջազգային կամավորներ են եղել, ես իրանց մենթորություն եմ արել, իրանց տարել եմ տարբեր քաղաքներ, մարզեր, Արարատ եւ այլն, ասենց hitchhiking ենք արել, լուրջ եմ ասում, ես իրանց շնորհիվ սովորել եմ Հայաստանում hitchhiking անել։ Եթե չգիտեք, դա ուղղակի ճանապարհին մեքենա գտնել վերցնելն է ու ուղղակի անվճար երթևեկելն է վարորդի հետ, բայց ընթացքում խոսելով, կատակներ եւ այլն անելով, ու ես այդ եվրոպացիներին, որ առաջին անգամ տեսա Հայաստանում, ես ասացի, ոնց են գալիս Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, տարբեր երկրներից ու ուզում Հայաստանում կամավորություն անել ու մինչև 1 տարի։ Այդ ծրագիրը իհարկե նախկինում կոչվում է Եվրոպական կամավորական կորպուս, հիմա իհարկե չէ, հիմա այսինքն անունը փոխվել, անվանափոխություն ա եղել, նորմալ է դա ծրագրերի դեպքում Եվրոպական միության, որովհետև նույն Erasmus-ը նախկինում Erasmus-ա կոչվել ու ես վերջին մի 10 տարին անդադ ասում եմ երեխեք Erasmus+, խնդրում եմ, որովհետև պլյուսը ավելացել է, որովհետև ծրագրի ֆինանսավորումն է կրկնապատկվել մինչև 2020 թիվը այդ անունն է գրել, ես հիշում եմ, որ ես վերջերս ասա 2020 թվականին հենց էլի, բավականին վերջերս ծրագիրը եւս թարմացվում էր ու բոլորին թվում էր, չէ, սա ծրագիրը չի շարունակվելու, վերջանում է, հա, ծրագրի բյուջեն էր վերջանում, բայց բյուջեն գրեթե երապատկվեց 2021-ից 27 թվականի համար ու եւս անվանափոխվում է անընդհատ իր նոր ցիկլն է սկսվում եւ այլն։ Այդ էլի թեմայի շարունակությունը ասելով ես միջազգային լիքը կամավորների տեսա, իրանց հետ շփման համար ինձ համար լեզուներ էր պետք ու ես ակտիվ նստած սովորում էի դրանք իրանց հետ հավասար, իրանց հետ ճամփորդում էի, Հայաստանն էի ցույց տալիս, գիտությունն էի անում, հայերեն էի սովորացնում ու այդ ամբողջ փորձառությունը ինձ բերեց նրան, որ իհարկե ոնց
հասկացաք դրանից ահագին տարիներ հետո ես ստեղծեցի Erasmus-ի ցանցը, որ նաև Erasmus ուսանողներին օգնենք, ու ինձ թվում է իմ կյանքում ոչ մի բան պատահական չի լինում, որտեղ ցանկացած փոքրիկ կամավորություն անգամ որ ես արել եմ, ինչ-որ ձևով իմ կյանքում, իմ մասնագիտական կյանքում ինձ միշտ օգտակար է եղել։ Օրինակ ինչ-որ կապ եմ ունեցել ինչ-որ կազմակերպության հետ կամ ղեկավարի հետ ու ինքը մի քանի տարի հետո թեկուզ ինձ օգտակար է եղել ինչ-որ հարցում, կամ նույն այսենք լեզուները, նույն կամավորությունները եւ այլն, որ հիմա անգամ Erasmus-ի ուսանողական ցանցի մեջ գլխամասում եմ նաև ավելի շատ ներկայացնում Հայաստանը չէ միայն ամբողջ մեր Erasmus-ի ցանցի պետությունները, որ 45 երկրում ամեն դեպքում ունենք ուսանողական ցանցեր, դա էլի նրա արդյունքն է, որ ես ուղղակի պատահական որոշումից, որ ստեղծեմ Erasmus-ի ցանց այստեղ, հիմա Հայաստանից բարձրացել եմ ավելի միջազգային հարթակ ու ներկայացնում եմ Հայաստանը այդպես։ Այս վերջերս տենց բաներ չէ, բարձրացել, աղմուկ էր բարձրացել, որ Erasmus-ը Հայաստանում չի շարունակելու գործել։ Մի քիչ կասես ինչ էր դա նշանակում, որովհետև ամեն դեպքում, եթե չեմ սխալվում, հենց ԿԳՄՍ նախարարության հրապարակումն էր դրա մասին, արդյոք էլ չի լինելու, թե լինելու է, ինչի մասին էր խոսքը։ Մերսի հարցի համար, այդ հարցը բավականին եւս ինձ տրվել է ու հենց հայտարարությունն Erasmus-ի ազգային գրասենյակի կողմից որ տրվեց, ես արդեն երկրում չէի ու ինձ իրոք լիքը հարցեր էին տալիս, ոնց ծրագիրը չի շարունակվելու, ոնց ինչ ա եղել, բա ինչի համար պատճառները եւ այլն։ Իրականում եկեք ուղենքի սկզբանե, որ Erasmus-ի ազգային գրասենյակը, որ միշտ զբաղվել է Erasmus-ի ծրագրի տարածմամբ ու ես անձամբ լիքը բան եմ սովորել գրասենյակից ու եթե իրանք չլինեն, ես ինքս կամավոր եմ եղել իրանց գրասենյակում, ես Erasmus-ի մասին ոչ մի բան հավաստի տեղեկատվություն անկեղծ չէի ունենա, ու գրասենյակի շնորհիվ գրեթե 2016 թվականից գրեթե չեմ չափազանցնի 10 տարի իրանց հետ ծանոթ եմ եղել ու կամ ու մենք նաև Erasmus-ի ուսանողական ցանցով շատ լավ գործընկերներ ենք եղել ու եւս ոնց նշեցի ծրագրերը երբ որ թարմացվում են իրենց բյուջեն եւ այլն նույն ձևով գրասենյակները եւս բոլոր երկրներում կան ես օրինակ հենց այսօր որ վերադարձել եմ Բրյուսելից ես 3 հանդիպման էի Erasmus-ի ազգային գրասենյակների տարբեր երկրների ներկայացուցիչների հետ ընդհանուր Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա, այն բոլոր հարևանության երկրները, որոնք Հայաստանից զատ նաև ունեն։ Ու մենք բոլորով նստած իհարկե ցավոք առանց Հայաստանի ներկայացության կարող եմ ասել, բայց ամեն դեպքում փորձեցինք հնարավորինս Հայաստանի դիրքորոշումը եւս ներկայացնել, որ ազգային գրասենյակը այն նույն թիմով որ աշխատել է մինչ օրս, ցավոք այդ նույն թիմով այլևս չի աշխատի, բայց դա չի նշանակում, որ գործունեությունը դադարեցվում է։ Իրանք շարունակելու են աշխատել, որտեղ իրանք ունեն մանդատ, այսպես ասած, թե Եվրամիության կողմից, թե Հայաստանի կողմից, այսինքն իրանք ներկայացնում են երկու կողմը, ավելի այդպես ասեմ, ու համասարները եւս ունեն Erasmus-ի ազգային գրասենյակի աջակցության կարիքը։ Իհարկե, ըստ եթե հաջորդականության նայենք, ազգային գրասենյակի կողմից հայտարարության բումից հետո մեր ուսանողական ցանցին շատ հարցեր եկան ու մենք փորձեցինք ընդհանուր բարձաբանել, որ ծրագրին դա ընդհանրապես չի վերաբերում, ծրագիրը շարունակելու է, ծրագիրը 30 տարի է գործում, 30-ից ավել է, 89 թվականից մեր ուսանողական ցանցը կա, դրանից 2 տարի առաջ, 87 թվականից Erasmus ծրագիրը եղել է։ Եթե գիտեք Erasmus-ը նաև հայտնի նիդերլանդացի փիլիսոփա է, ուտեմ որ առիթից օգտվելով ասեմ, ու այդ անունը եւս որ տրվել է, պատահական չի տրվել, որովհետև տվյալ անձը իր սովորելու տարիներին ուղղակի տարբեր համալսարաններ է գնացել սովորել ու այդ մոդելը, այսպես ասած, պրոյեկտվել է այս ծրագրի վրա ու Erasmus-ը տրվել է որպես պրոյեկտի անուն։ Ու վերջին 3 տասնամյակից ավել որ այս ծրագիրը կա, ինքը չի կարող ուղղակի մի օրում ոչնչանալ կամ մի օրում անհետանալ, դա անհնար է։ Դրա համար բոլոր հետևորդներին կարող եմ ասել, հավաստի ասել, ծրագրին վտանգ չի սպառնում, այդ հանգիստ եղեք։ Անկամ ոնց ասեցի, ծրագրի բյուջեն թե կրկնապատկվել է, թե եռապատկվել է ու թե իմ Բրյուսելի այս վերջին այցի ժամանակ մենք Erasmus ուսանողական ցանցի Բրյուսելյան գրասենյակի կողմից ջատագովել ենք, advocate ենք արել, որպեսզի 2028-34 թվականների համար բյուջեն գրեթե հնկապատկվի։ Այսինքն մեր նպատակը Հայաստանում ամբողջ երկրներին տրվող, որտեղ European Commission-ը, Եվրոկոմիսիան երբ որ տալիս է բյուջեն, ինքը տալիս է ու դրանք արդեն բաշխվում են ըստ երկրների։ Իսկ Հայաստանը կարող եմ ասել մեր տարածաշրջանի մեջ, այսինքն Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելարուսով նաև ներկայացնեմ, մենք թվով երրորդն ենք
Եթե հանենք վիզաների խնդիրը, մենք գրեթե կլինենք առաջինը նաև, որովհետև բավականին շատ ուսանողներ մեկնում են սովորելու, նաև ուսանողներ գալիս են Հայաստան, այսինքն մենք ունենք բավականին բարձր դիրքեր է սարքող։ Այդ էլ ավելի էլի ստատիստիկա, որը մենք միշտ իմացել ենք Էրասմուսի ազգային գրասենյակից, որոնք էլ ստացել են իրենց հավաստի աղբյուրները հենց Բրյուսելից։ Այսինքն ես այդ ամբողջ կապի մեջ ուղղակի ուսանողի ձայնն եմ միշտ ներկայացրել ու ազգային գրասենյակը իր տեղ ունի, ուսանողական ցանցը իր տեղ ունի, մեր Բրյուսելի արդեն, ասենք դոնորները եւ գործընկերները արդեն իրենց տեղ ունեն ու ոչ մեկ չի ասել, որ ոնց որ ծրագրին ինչ որ խնդիր է սպառնում։ Իհարկե շարունակելով կրթության նախարարությունը այս ստանձնելու է ժամանակավոր պաշտոն, որպեսզի իրանք տրամադրեն ինֆորմացիա, բայց դուք միշտ կարող եք նաև դիմել Էրասմուսի ուսանողական ցանցին, որպեսզի մենք էլ ինֆորմացիա տրամադրենք, որտեղ միշտ պատրաստ ենք, մենք միշտ ուսանողներին մեկնումից առաջ ընթացքում եւ դրանից հետո միշտ պատրաստ ենք իրենց աջակցել այդ առումով։ Կապ չունի ես հիմա ներկայացնում եմ ցանցը, թե հիմա ուրիշ տեղ եմ աշխատում, ես միշտ Էրասմուս ուսանողներին պատրաստ եմ օգնել, որտեվ իրանք ունեն այդ աջակցության կարիք, իրանք չգիտեն ինչից սկսել։ Շատ հետաքրքիր դեպք էլ պատմում դե մոտ 2 շաբաթ առաջ որ գնում էի Բրյուսել, իմ չվերթը Երևանից Վիեննա որ գնում էի, շատ ծանոթ դեմք տեսամ, բայց իրականում այդ աղջկան չէի հանդիպել, բայց որ տեսնում ես դեմքը ու քեզ ժպտում է հակառակ, ուզում ես դու էլ ժպտաս, ու որ ժպտացի ու ինքը ինձ բարևեց, ողջույն Նենսի ջան, ոնց ես։ Իհարկե ինձ համար արդեն սովորական է դառել, որ ինձ թե օդանավակայանում, թե ինչ որ տեղ փողոցում կամ անգամ դեպք եմ ունեցել տրանսպորտում, ճանաչել են, ասեն վայ ողջույն դուք Նենսին եք, չէ, այսինքն ինչ որ բանով շատ ուրախ եմ իհարկե, ասի հա շատ լավ դու ոնց ես, ու ես միանգամից անմիջական եմ գնում ու պաստորեն ինքը մեր Սլովակիայի Էրասմուսի ուսանողների չաթում կար, որ մենք միշտ չաթեր ենք բացում ըստ երկրների ու փորձում ենք իրենց օգնել մինչև իրենց մեկնումը։ Ու մենք տենց անդադ աջակցել ենք վիզայի հարցում, տուն գտնելու հարցում եւ այլն, ու ինքը ինձ չաթից հիշեց։ Ու մենք միասին ենք գնում Վիեննա ու ինքը դրանից հետո գնալու իր Էրասմուսին փաստորեն։ Ես այնքան ուրախացա, որ թեկուզ մի ժամը իրան փորձել եմ ուղղորդեմ աջակցեմ, որտեղ իր համար առաջին անգամ էր գնալ երկրից դուրս, այն էլ երկար ժամանակով։ Ու մի ամիս հետո որ գնալու եմ Վիեննա, իրան տեսնելու եմ, էլի շատ ուրախ եմ, այսինքն կան ուսանողներ, որ իրենց ընդհանրապես հասարակ մարդկային, ընկերական, մարդկային դաժե չէ, ավելի շատ ընկերական մոտեցում է պետք ու ինձ թվում է դա ոչ համասարանը կարա տա ու դա նորմալ է լիովին, ոչ ազգային գրասենյակը ու էլի դա իրենց պատասխանատվության մեջ չի մտնում։ Դա մենք ենք, որպես ուսանող, որպես անգամ կապ չունի Էրասմուս արած թե չարած, ուղղակի ծրագրի շրջանավարտ, ուղղակի մարդը, որ ուզում է մյուս ընկերոջը օգնի։ Պատմեցիր, որ Էրասմուսը տարբեր ծրագրեր ունի, մի քիչ կպատմես ինչ հնարավորություններ կան, ինչ տարբեր ծրագրեր կան Էրասմուսի շրջանակներում։ Okay, հիանալի, ասենց ասեմ, թիվը բավականին շատ է, 20-ից ավել ծրագրեր կան։ Իհարկե այսօր եթե սկսեմ, ես մոտ 4 ժամանոց սեսիաներ եմ եղել, որ վարել եմ, թե ինչ է Էրասմուսը, որ տարիքից կարան սկսեն, բայց ոնց ասի, ամենափոքրը 13 տարեկանից, դրանից ցածր ինձ թվում է չարժի։ Դրանից ցածր մեկ է ունենք Erasmus baby-ներ, այսինքն եթե ինչ որ Erasmus-ի ընթացքում զույգեր են հանդիպում իրար ու ծնվում է Erasmus baby, ինքը կարա իր, այսինքն առաջին Erasmus-ը պաշտոնապես սկսի, բայց դա կատակը մի կողմ 13 տարեկանից մինչև 30 տարեկան մենք ունենք օրինակ Էրասմուսի երիտասարդական ծրագրեր, որոնց մեջ էլի մտնում են տարատեսակ կոմպոնենտներ, երիտասարդական փոխանակում, դասընթացներ, ավելի վարպետաց դասընթացներ, այսինքն որ գնում են մասնագիտական ինչ-որ հմտություններ կամ ինչպես գրել պրոյեկտ, ինչպես համագործակից ինչ որ այլ ՀԿ գտնել, այսինքն մանավանդ շատ պրակտիկ դասընթացներ են լինում, որոնց մասնակցում են ու լինում են դասընթացներ, որ միայն ՀԿ-ների ղեկավարները կարող են մասնակցել։ Դա մինչև 30 տարեկան, որովհետև դրանք դրա համար են համարվում երիտասարդական ծրագրեր, բայց կարող եմ ասել այն դասընթացների շարքը, որ ՀԿ-ների ղեկավարների համար է, շատ ՀԿ-ների ղեկավարներ ուղղակի տարիներով իրենց ՀԿ-ներն են վարել ու իրանք էլ կարող են մասնակցել, այսինքն 30-ից բարձր տարիքի անձինք էլ եւս կարող են մասնակցել, եթե ունեն իրենց սեփական կազմակերպությունը։ Չեմ կարող բաց թողել դա ոչ ֆորմալ մասը, ֆորմալ մասը ամենամեծ բյուջետային առումով ծրագրի, այսինքն Էրասմուսի բյուջեի մեջ ամենամեծ տեղ ունի միջազգային կրեդիտային շարունակությունը, International Credit Mobility-ն, որը իրագործում են համալսարաններ, այսինքն ամբողջ աշխարհի հազարավոր համալսարաններ ունեն հնարավորություն ամեն տարի դիմելու ֆինանսավորման
ու իրանց ուսանողներին ուղարկելու 3-ից 12 ամսով փոխանակման մի կիսամյակով կամ 2 կիսամյակով այլ համալսարան, որի հետ համագործակցում են, հա։ Օրինակ դիցուկ ես ֆրանսիական համալսարանի ուսանող եմ, ուզում եմ գնալ Գերմանիայում կամ Իսպանիայում կամ Ֆրանսիայում սովորելու նմանատիպ հնարավորություններ արդեն տվյալ համալսարանը ունի կամ ԵՊՀ-ն ունի կամ ԵՊՀ-ն 50-ից ավել համագործակցության հնարավորություններ ունի ու ամեն կիսամյակ հայտ է բացվում, որ ուսանողը կարող է իր CV-ով, մոտիվացիոն նամակով ու արդեն ըստ համալսարանի հայեցողության հարցազրույցի միջոցով, որ լեզվի իմացությունը ստուգեն, դրա միջոցով արդեն ընտրվի գնա սովորելու ու հետ գա։ Ու այդ ժամանակ, որ ինքը սովորում է, այլ տվյալ համալսարանը, հա, մայր բուհը, որտեղ սովորում է, դա ոչ միայն ԵՊՀ-ն է, այսինքն հայրենի բուհը, որտեղ ստեղ սովորում է, իր կրեդիտները պետք է այստեղ անցնեն, որը ինքը բերում է։ Դա ֆորմալ մաս է Էրասմուսի։ Էրասմուսի նաև շարունակությունը ես կարող եմ պրակտիկանայի մասին նշել, որ շատ քիչ տարածում ունի, բայց դա ամբողջ Եվրոպայում շատ ակտիվ տարածվում է իրականում ու շատ 18 թվականից հետո է, եթե չեմ սխալվում, ներդրվել, այսինքն Էրասմուսի եւս լիքը այլ կոմպոնենտներ է բացում իր մեջ։ Պրակտիկան մինչև 6 ամիս է ու հիմնականում ուսանողների համար է էլի կամ վերջին կուրսում սովորող կամ որ ավարտել են բակալավրական մագիստրատուրան ու կարող են արդեն գնալ մինչև 6 ամիս ինչ որտեղ աշխատելու, դե գիտենք պրակտիկան հիմնականում կամ շատ ցածր է վարձատրվում կամ շատ երկրներում չի վարձատրվում։ Եվրոպայում իհարկե օրենքով վարձատրվում է, բայց Եվրամիությունը Erasmus ծրագրի միջոցով նաև հավելյալ ֆինանսավորում է տալիս պրակտիկաների համար։ Էլ ինչ կա։ Erasmus Mundus շատ լավ հարց գալիս ենք դրան։ Ես փորձում եմ ըստ տարիքայինի նաև գալ, որ ավելի པարզ լինի, հա, այսինքն տվյալ անձը կարող բոլոր ծրագրերից օգտվել, ինչու ոչ, ինձ թվում է կան նմանատիպ մարդիկ։ Իսկ կարա մի քանի անգամ օգտվի։ Մինչև իմ այսքան նշած ծրագրերը գրեթե կարա։ Հիմա հասնում ենք այն ծրագրին, որ մի անգամ կարա օգտվի, դա Mundus-ն է։ Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագիր, շատ երկարանուն, բան չունեմ ասելու, դրա համար մենք Mundus ենք ասում իրան։ Mundus-ը եւս Erasmus-ի կոմպոնենտներից մեկն է ու ընդհանրապես տալիս է հնարավորություն ամբողջական մագիստրոսական ծրագիր անելու։ Այսինքն, եթե ուզում ես մեծ ֆինանսավորում, գնալ ինչ որ top համալսարաններից մի քանի սում սովորելու, որտեղ նաև ծրագրի յուրօրինակությունը այն է, որ առնվազն 2 համալսարան պետք է սովորես։ Ինքը բարդացնում է, շատ բան չունեմ ասել, ուսանողի գործը բարդացնում է, որտեղ կարող ես գնալ սովորել Glasgow, հետո գնալ սովորել ասենք Լեհաստանում։ Հա, այսինքն մեկը Շենգեն պետությունն է, մեկը այլևս չէ, որտեվ ամեն դեպքում Brexit-ից հետո այլևս Glasgow-ն տենց հեշտ չի գնալ։ Նենց չի մեզ համար հեշտ նակինում, բայց դե իրավիճակը նենց է Եվրոպայում փոխվեց։ Բայց Mundus-ի շնորհիվ շատ մեծ ֆինանսավորում կա, մինչև 50,000 եվրոյի սահմաններում, որ 2 տարի ամբողջական մագիստրատուրա անել ու դու ընտրես ինչ մասնագիտացում, դու ես ընտրում քո մասնագիտացումը ու ինքը քեզ առաջարկում է մի քանի բուհեր, ասենք Իսպանիայում, Լեհաստանում, Անգլիայում եւ այլն դու ընտրում ես քո track-ը, քո այն ուղղությունը, որով դու ուզում ես շարունակես։ Մինչև քանի երկրում կարող ես սովորել։ Դե 4 կիսամյակ 4 երկրում ամենաշատը առնվազն 2-ը պարտադիր է, բայց մաքսիմալ քանակ այս բան դու ես նշում, նախ հայտում ես, բան չունեմ ասելու, բայց հնարավոր է տեղում ինչ որ ֆորս մաժորային իրավիճակներ լինեն, ցավոք մենք COVID-ը գիտենք, լիքը փոփոխություններ ենթարկեց, ունեմ Mundus-ցիներ հայ, ովքեր ցավոք սրտի ասենք 2 երկրով սահմանափակվեցին, բայց նշել էին 4, այսինքն ֆորս մաժորի դեպքում հնարավոր լիքը բան փոփոխել է։ Այսինքն մաքսիմումը 4 երկիր կարող են։ Ու ամենամիս քո կրթաթոշակը ստանում ես, բոլոր ծախսերը թոքում են եւ այլն, այսինքն դու լիովին ներդրվում ես այդ ծրագրի մեջ, ու Mundus-ը մագիստրատուրայի ամենաբարձր ու ամենաթոփ համալսարանն է հնարավորություն տալիս սովորելու, այնց որ այնտեղ ամեն դեպքում ինչքան էլ ճամփորդել, ինչքան էլ Erasmus, բան չունեմ ասելու, մի անգամից կարող եք միանալ ESN-ի party-ների համար, բայց չմոռանաք, որ դուք Mundus ուսանող եք, այսինքն թեզ ունեք գրելու, պաշտպանելու, ինքը բավականին լուրջ ծրագիր է ու այդ ծրագրի իրականում յուրինակությունը, որ ասեմ, հիմնական մեր հայ Mundus-ցիները գտնում են աշխատանք դրանից հետո հենց Եվրոպայում։ Այսինքն ինքը քեզ պատրաստում է որպես Եվրոպայի կադր։ Դու ոնց աշխատես ու այդ ընթացքում նաև պրակտիկայի հնարավորություն է տալիս։ Իրականում ինքը այնքան խորը կոմպոնենտային ծրագիր է, որ ու շատ մրցակցային ամբողջ աշխարհից հազարավոր հայտեր են դիմում։ Հայաստանից տարեկան մոտ 9-ից 10 կրթաթոշակառու է լինում։ Ու երբ որ իրանք ընտրվում են, էլի իրենց հետ հանդիպումներ են ունենում, նաև իրենց հետ փոխանակման, ոնց որ փորձի փոխանակման հնարավորություն են ունենում։
պահը բաց թողնեմ ասեմ, որ Mundus-ի ուսանողական ցանց կա եւս շրջանավարտերի ավելի շատ ցանց, որ եւս իրենց փորձով են կիսվում, բայց դա արդեն պարզ է, որ Հայաստանից եթե տարին 9-10 հոգի են անցնում ու ոչ բոլորն են հետ գալիս Հայաստան, այդ ասոցիացիան պետք է դեռ նոր սկսվի, բայց շատ լավ իմ գործընկերներից մեկը դրանով զբաղվում է։ Այդ էլ Mundus-ի մասով, այսինքն խորհրդակցության մասով եւս ազգային գրասենյակներ զբաղվում, հուսամ շատ շուտով երբ որ արդեն նոր թիմ ընտրվի, իրենք կզբաղվեն։ Եթե մագիստրատուրան էլ արեցինք, պրակտիկան էլ արեցինք, այդ արդեն ըստ ուսանողի այլ գալիս, արդեն ստեղ ու Mundus-ը մի անգամ հնարավորություն ունես անելու, բայց այնտեղ կամավորական ծրագրի մասին շատ կուզենամ նշել, որովհետև շատերին ավելի շատ ոչ թե սովորելն է հետաքրքիր, այլ ուղղակի կամավորություն անելը, ինչ որ փորձ ձեռք բերելը, ինչ որ մի երկրում, բան չեմ ասել, շատերը ըստ երկրի են առաջնորդվում, բայց դա խոր չեմ տա։ Առաջնորդվեք ըստ ձեր հմտությունների, ըստ ինչի ուզում եք դուք ձեռք բերեք, հա։ Դա եվրոպական կամավորական ծրագիրն է, որը անվանափոխվել էր, բայց հիմա European Solidarity Corps-ը կոչվում, ինքը հիմա Erasmus-ի բյուջեից առանձին է, որտեղ ինքը այնքան մեծացավ երիտասարդական բլոկը, որ առանձին բյուջե արդեն ունի դրա համար ու ավելի հեշտ է ղեկավարվում տենց։ Ու մենք ունենք նաև Salto-ի ներկայացուցիչ, նաև Հայաստանում, դա էլ առանձին ոչ ֆորմալ կրթության ազգային գրասենյակ կարող ենք դիտարկել որպես տեղեկատվական խորհրդատվական կենտրոն, որը Սպայն Գյումրիի մեր երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից է ղեկավարվում ու իրանք էլ եւս մեր շատ լավ գործընկերներ են, այսինքն մենք շատ բաց տենց հաղորդակցություն ենք իրար մեջ ապահովում, նույնը կլինի Erasmus-ի ֆորմալ ազգային գրասենյակի, թե ոչ ֆորմալ տեղեկատվականի միջև ու շատ ողջունելի է իրենց միջև այդ կապը։ Այլապես ոնց որ նպատակին չենք հասնի ու շատ է եղել հարցեր, որ օրինակ էքսպոների ժամանակ մեզ եկել Erasmus-ի գրասենյակն եմ ես ֆորմալ միշտ ներկայացրել օրինակ, եկել հարցեր ոնց կարելի է մասնակցել երիտասարդական փոխանակում, ասում կներեք ես կարող եմ ձեզ օգնել, բայց այս գրասենյակը դրանով չի զբաղվում, եկեք դուք տեղափոխվեք մյուս գրասենյակ, կոնտակտներն եմ տվել, բան որ ասում են Erasmus ինքը այնքան բազմաշերտ է, այնքան լայն է, ես բոլոր Erasmus-ներից կարամ պատմեմ, բայց շատ դժվար է, որ դու ներկայացնես օրինակ, հա, էքսպոյի ժամանակ, կրթական էքսպոյի ժամանակ ազգային գրասենյակը Erasmus-ի ու այնտեղ երիտասարդական ծրագրերից խոսած, երբ որ ընդհանրապես գրասենյակը դրանով չի զբաղվում, հա, զուտ որպես ուղղորդելու համար եմ։ Իսկ ինչ որ այսպես ասած աղբյուր, որին հետևելով կարող են իմանալ բոլոր ծրագրերի մասին, որոնք Հայաստանի ուսանողների համար, ոչ միայն ուսանողների, հասանելի են։ Էլի հերթով եթե գնամ ամեն ծրագիրը ունի իր source-ը, իր հարթակները, որտեղից կարող են իմանալ տեղեկատվությունը ուսանողների համար, դա միանշանակ իրենց համալսարաններն են։ Դա ամենահեշտ ուղղորդումն է, որ ես կարող եմ ասեմ, համալսարանների միջազգային բոլոր Հայաստանի համալսարանները ունեն Erasmus։ Այո, այս պահին իհարկե իրավիճակը չգիտեմ ոնց կլինի, երբ որ ակադեմիական քաղաքը ստեղծվի, բայց հուսամ արդեն այդ ժամանակ ավելի կոպտիմիզացվի այդ ամեն ինչը։ Այնց որ համալսարանը մնում է գլխավոր աղբյուր ուսանողների համար, թե կլինեն բակալավր ու մագիստրատուրայում, թե որպես հետազոտող։ Ես նաև շատ հանդիպել եմ, որ համալսարանում իրանք գնում են հարցեր տալու ու իրանք նորմալ չեն կարողանում ուղղորդել։ Այդ դեպքում ում կարող են դիմել։ Մենք կարող ենք որպես Erasmus ուսանողական ցանց նախկին ուսանողների կոնտակտները փոխանցելով, ովքեր են գնացել տվյալ համալսարանի, տվյալ ֆակուլտետի, հա, փոխանակման, ինքը իր փորձով կիսվի, որտեղ ամենաճիշտը, որ փորձով կիսվի այն մարդը, ով դրա միջով անցել է։ Ես ինքնին ասելու ես Erasmus չեմ արել, բայց իմանալով այս բոլոր ծրագրերի ընդհանրությունները, տարբերությունները, դիմելու հայտերը եւ ամեն ինչ, ես միշտ ասում եմ, ես միշտ ուղղորդելու տարբերակը գիտեմ ու փորձում եմ գտնել մարդ, ով որ դա արել է։ Իմ այդ կամրջելու ընդհանրը սկիլն է, որ ես ունեմ ու ինձ թվում է շատ լավ ու կարևոր սկիլ է, որովհետև դու ոնց որ կա մի ամբողջ խումբ մարդիկ, ովքեր ունեն հարցեր, մի ամբողջ խումբ մարդիկ, ովքեր ունեն պատասխաններ ու իրանց մեջ կապ ստեղծելը շատ կարևոր է։ Ես էլ շատ հաճախ այդ կամուրջի դերն եմ վրա վերցնում, որ շատ բանից ես անկեղծ տեղյակ չեմ, բայց ես գիտեմ, թե ուր կարամ ուղղորդեմ։ Օրինակ հիմա ինչ որ մեկը գա ինձ Erasmus-ի, ես իրենց հարցերին չպատասխանում, ես կասեմ Հա, դրա համար ինձ գնում է ուղղակի երեխեքը միշտ պատկերացնում են, որ ես իմ կյանքում եւ մի 1000 հատ Erasmus եմ արել, բայց չէ, տենց չի, այդ պարտադիր չի, որ մի քանի հատ անես, այդ պարտադիր չի, որ շատ անես։ Իրականում իմ դեպքում ինչ որ մասնակցել եմ անգամ կամ ես եմ գրել ծրագրերը եւ ստացվել է, այն որ մի ձև եմ իմ ժամանակից հատկացրել, որ կարողանամ դրանց մասնակցել, որ ասել եմ գնամ մասնակցեմ, որ իմանամ գոնե դա ոնց է անցնում, հա, որ ավելի լավ կարողանամ ներկայացնեմ, հա, օրինակ դրսում սովորելը իմ համար եւս միացենց
պտիճկա էր, որ ես ասացի պետք է անպայման այնտեղ գնամ, բայց որ ասում եմ իմ կյանքում պատահականություններ ոչ մի պատահական չի լինում ամեն դեպքում ինձ թվում է գիտես բացի դրանից նաև քո վերաբերմունքն շատ կարևոր, որովհետև եթե մարդու կյանքում պատահականություններ է լինում, հավանաբար ուղղակի ինքը չի կարողանում դրանք օգտագործի։ Երևի թե անկախ նրանից թե մեր կյանքում պատահական է ինչ-որ բան թե պատահական չի, մենք ինչ-որ ձև դրան կարանք վերաբերվենք, կարանք օգտագործենք իրան։ Ու եթե մենք ընտրում ենք օգտագործել, ինքը ստացվում է որ պատահական չէ, եթե մենք ընտրում ենք չօգտագործել, ստացվում է որ դե բաներ եղավ անցավ գնաց։ Ես օրինակ կարող էի Հայաստանում գիտեմ շատ կա այդ կարծրատիպը, որ ՀԿ-ի ղեկավարը պետք է ինքը մնա եւ այլն, ինչ շատերը դեռևս ասոցացում են որպես մեր Erasmus-ական ցանցի հիմնադիր, իհարկե կամ, բայց այլևս նախագահ չեմ, որովհետեւ ես հիմնել եմ այդ ռոտացիոն համակարգը, որ ինձանից հետո կարծեմ Լիլիթն է այստեղ խոսացել, մենք Լիլիթից հետո եւս նախագահ ենք փոխել ու մեր համար շատ կարեւոր է թիմի թարմացումը, որ անընդհատ նոր կրեատիվիտյաներ կան, նոր կարիքներ կան ու տվյալ մարդը նաև աճի գնալով, հա, բայց նպատակը է սա ասելու այն է, որ ես հա այդ նախագահ չեմ, բայց ես հիմնադիր եմ ու ես ընդհանրապես Erasmus-ի մասին այդ գաղափարը միշտ իմ հետ է, կապ չունի։ Շատ մարդիկ, հատկապես ծնողները, բայց նաև ուսանողները զգուշանում են, ինչ որ վտանգ են տեսնում, վախենում են կամ մտածում են, որ Erasmus-ի հետևում ինչ որ վատ բան է հավանաբար կանգնած, չգիտեմ, սկսած Սորոսի հիմնադրամից, վերջացրած ինչ որ լիքը վատ բաներով լինում են տենց դեպքեր, երբ որ մարդիկ վախենում են։ Հիմա կուզեմ մի քիչ պատմես, թե առաջին հերթին ինչի են այսքան լավ բաներ անում, այն որ ասում ուզում եմ միտեղ գցած լինի։ Առաջին հերթին մի հատ այդ կողմից պատմես, եւ երկրորդը, թե ոնց կարան ծնողները, ովքեր իրենց երեխեքի համար անհանգստանում են կամ թեկուզ երեխեքը, ոնց կարան այդ ապահովության զգացումը գտնեն։ Ես որ սկսում եմ իմ սեսիաները, անկեղծ ասեմ, ես շատ եմ մարզեր սիրում այցելել ու դա լինում է մեր ծրագրերի շնորհիվ եւ այլն ու ես հիմնականում գնում եմ այն գյուղական, սահմանային տեղեր, անգամ Վանաձորի համալսարան, այսինքն ավելի շատ սահմաններ, ավելի շատ մարզերի համալսարաններ, որտեղ իրենք ավելի քիչ հնարավորություն ունեն դրանց մասնակցելու, ինձ թվում է հենց այնտեղից սկսելը դա շատ կարեւոր է։ Ես հիշում եմ առաջին նմանատիպ սեսիան որ վայացի Erasmus-ի մասին, դες ընդհանրապես շատ ամոշկոտ երեխա եմ եղել, sense մի նայեք էլի շատ եմ խոսում, բայց ինձ բացել է Erasmus-ը այնքանով, որ իմ խոսքն է բացել, ես փորձել եմ ուղղակի այդ ինֆորմացիան տամ, առաջին բանը որ միշտ ասել եմ, երեխեք ջան, Erasmus-ը trafficking չի։ Այդ առաջին նախադասությունից հետո բոլորը խնդում են ու անվար ասում սառույցը կոտրվեց, այսինքն իրանց մեջ այդ վստահությունը փորձում եմ դնել։ Իհարկե շատ լավ կլիներ, որ ես ինքս օրինակ փոքր տարիքում մասնակցած լինեի նոր սկսեի ծրագրի մասին խոսալ, բայց բոլորի մեջ այդ վստահությունը ներշնչում է, որ այս ծրագիրը շատ լավ ծրագիր է, գնացեք, մասնակցեք, ոչ մեկ չի ուզում դες գցած լինի, դուք ստանալու եք այսքան գումար, ամեն ինչը օրինական է, ամեն ինչը ոնց որ կարելի ասել փոխհատուցվում է կամ եթե դուք ծախսեք ոնտով մի ժամանակ տենց չէր հիմնականում կազմակերպություններն էին առնում տոմսեր եւ այլն կամ ասենք ուսանողը տոմսը առնում էր գնում էր այնտեղ տեղում ասենք իրան մի քանի ամսվա կրթաթոշակը ստանում էր ասում էր վայ լուրջ այսինքն այս ամեն ինչի համար ես վարձատրվում եմ ոչ թե վարձատրվում եմ ծախսերի փոխհատուցումը տեղի ունենում հա Շատ ուսանողներ ստանում են հոյակապ մի հատ ապահովագրական հատկետ, որով ասենք իրան կարող են նաև գան Հայաստան ու նաև այդ ապահովագրությունից օգտվել, այդ բոլոր բենեֆիտները տեսնելուց հետո ինձ թվում է արդեն այնքան սերունդներ են փոխվել Erasmus-ի, որ այդ գցոցի, հա, այդ ինչ որ մի տեղ մութ դատարկ մութ ինչ որ անկյուն չի մնացել, որ երևի թե չի խոսվել, եւ միակ տեղը որ չի խոսվել, դա դժվար է հիմա ասել ինչի մասին չի խոսվել Erasmus-ի խոսվելը խոսվում է, բայց մեկը թերահավատությունը վախը կա ծնողների կողմից դա արդեն ուրիշ որ մենք ունենք այդ ազգային կարծրատիպը որ ծնողը իր երեխու համար պետք է շատ ուշադիր լինի ես դրա համար ասում ես էլ ունեցել եմ այդ խնդիրը այնքանով որ ես բավականին ուշ սկսեցի ինչ որ ճամփորդել եւ այլն բայց ես ունեցա այդ վստահությունը իմ ծնողի նկատմամբ որ ես իմ առաջին եկել Լիտվան է եղել որ գնացի քանի տարեկանում 7 բավականին իրականում ուշ, բայց որ ասում եմ ծրագրի մասին իմանալով եւ այլն հանդերձ իմ համար դա ուշ էր, այնքանով որ ես էլ ավելի շուտ կարող էի մեկնել, բայց հիմա կյանքը պատահում է։ Ես ամեն դեպքում ուզում ասեմ դրա համար այն իմ կորցրածը, որ ես
կարող է ավելի շուտ գնել, ես հիմա շատ երեխեքի եմ փորձում դա ցույց տալ, ասել, որ դուք կարող եք մասնակցել ու եթե հարկ է եղել, ես իրոք ծնողների հետ եմ խոսացել։ Իմ երեխեքից մեկը Վիկան հիշում եմ իր ծնողների հետ եմ խոսացել, երբ որ իր վիզայի հարցներ եւ այլն ընդհանրապես ու հատկապես երեխեքը որ մարզից են լինում, հիմա չանձնավոր եմ առանց անվան, իրենց համար բարդ է, նույն ասենք, որ Սլովակիայի ուսանողին հանդիպել եմ, այսինքն իր ծնողների հիմա իրան վստահել են, բայց ինքը ինքնուրույն դեռ չգիտի ոնց պետք է ճամփորդել։ Ինքը Flixbus-ի տոմս չգիտար ոնց առնել։ Ես սիրով կարամ օգնեմ այդ հարցում, խնդիր չկա, բայց դա հո ծնողներից չեն սովորում, երբ որ քո ծնողները ես շատ նաև Erasmus գնացած ուսանողներ գիտեմ, որտեղ Erasmus-ի նպատակը հնարավորինս հանձնել են քիչ հնարավորություններ ունեցող գյուղական համայնքի նաև երեխաներին, ուսանողներին, երիտասարդներին, ովքեր որ իրոք չեն տեսել աշխարհը, հա, ու իրենց համար ոչ մեկ չէր կարող սովորեցնել ոնց տոմս գնել, ինչա քարտը, բանկային քարտը, անկեղծ եմ ասում, այնքան տենց հարցեր ա եղել, որ ես դաժե ծնողի հետ չպետք է դա քննարկեմ, այդ երեխուն պետք է դու ծնողություն անես այնքանով, որ սովորացնես այդ բոլոր քայլերով անցնել։ Եղել է դեպք ծնողի հետ եմ խոսեցել, բացատրել եմ ամեն ինչ նորմալ է լինելու, իրան այնտեղ դիմավորելու են, պետք է ես հանձամ կտանեմ եւ այլն, այսինքն իրանից մնում է միայն վստահել իր սեփական երեխային։ Մնացածը երեխայի հետ արդեն նոր սկսում է մեր այսպես ասած աշխատանքը, բայց այտենց հա դեպքեր շատ եմ ունեցել, անձամբ ուսանողի հետ գնացել ենք բանկային քարտ բացելու, ինքը ոնց է փողը ստանալու, ոնց է ծախսելու, вообще եվրոն ինչ է, այնքան նմանատիպ հարցեր ա եղել, որ ինձ թվում է դրա մասին ավելի շատ է պետք, որ ավելի շատ խոսացվի ֆինանսական գրագիտության մասին խոսացվի, ոնց ուսանողը պետք է այնտեղ մենակ ապրի, ուսանողը կամավորը եւ այլն, ասենք բոլորը գնում են այդ կամավորության, որտեղ այնտեղ էլ ավելի ազատ ես, դու ունես աշխատանքային ժամեր, դու ունես քիչ գումար, որը պետք է իմանաս թե ոնց օգտագործես, իսկ դա ֆինանսական գրագիտության մասին է խոսում։ Քանի ֆինանսական գրագիտությունից խոսեցի, իրականում ես ոչ գովազդա, ոչ ինչ որ համագործակցությունա, զուտ քանի որ գիտեմ, ուզում եմ կիսվեմ դրանով, հիմա կա ֆինանսական գրագիտության դասընթաց անվճար, կազմակերպում է SEA-ի կողմից, ու ուզում եմ ասեմ, որ առաջին քայլ որպես այդ դասընթացին գրանցվելն էլ կլինի, ես հղումը կդնեմ մեկնաբանություններում, որովհետև իրոք շատ կարևոր հարց ես նշում, որ այդ ամեն ինչը մեզ դպրոցում ծնողների կողմից չի սովորացվում ու հակառակը մեր մշակույթում քիչ ընդունված է վախենալ գումարից, գումարի հետ կապ ունեցող ամեն ինչից ու խուսափել այդ ամեն ինչից, բայց ոնց որ վախենում ես այն ամեն ինչից, ինչին չես տիրապետում, ինչի մասին կրթված չես, եթե կրթված ես, վախենալու ոչինչ չկա, դրա համար Միանշանակ այդ բանկերից որ խոսում եմ, ու շատ դժվար է նաև ծնողներին բացատրել բանկերը եւ այլն, որտեղ իրանք էլ հա ունենք դեռ այդ սովետական մտածելակերպը ցավոք սրտի, որ բանկում գումար չպահել, երեխեն քարտը կկորցնի, քարտը բլոկ կընկնի, ասենք ինչ որ բաներ, այդ ամեն ինչի իհարկե պետքա ձեռք բերել այդ նաև պրակտիկայից է գալիս։ Միանշանակ ես էլ օրինակ կարող եմ ասել, իհարկե իմ համալսարանը տվել է ֆինանսական գրագիտությունը, էլի ասեմ իմ քուրիկը ֆինանսները ավարտել։ Իմ տունը բանկային աշխատող կային էկոբանկից, ու ստացվում է, որ ինձ ավտոմատ է այդ ամբողջ հոսքը գիտելիքի եկել ու ես ամոր այլ տարբերակ չունեմ, քան ուղղակի իմանամ այդ ամեն ինչի մասին, բայց ֆրանսիական համալսարանը եւս համագործակցելով տարբեր բանկի հետ, հիմա օրինակ Էկոբանկի հետ շատ ակտիվ համագործակցությամբ եւ այլն, ստացվել է, որ տալիս է այդ գիտելիքը։ Դրա համար բաց մի թողեք այդ հնարավորությունը, ինձ թվում է թե ճամփորդելիս է շատ պետք, թե եւ այլն, ինձ որ չեն հարցնում Օրինակ, ինչքան ծախսեցիր, որ ստեղ գնացիր ճամփորդելու, երեխեք անկեղծ եմ ասում, ես իմ վրա եմ զարմանում, թե ոնց եմ մեկ առանց գումար ծախսելու, ես հետ գալիս Հայաստան ու ափսոսում եմ դրա համար բան չունեմ ասելու։ Հիմա սկսել են իմ ծախսերը ցավոք ասեմ շատանալ, որովհետև իմ ճամփորդությունները հիմնականում կամ ծրագրերը փակում են, կամ իրանք են գնում տոմսերը մնալը եւ այլն, բայց ես եմ նախընտրում մնալ իմ ընկերների հետ, մնալ ավելի մատչելի ինչ որ տեղերում, որովհետև դա փորձառություն է իրանից ներկայացնում, հա, բայց մեկ-մեկ այն որ դուրս է գալիս, որ ավելի լավ է ուղղակի կազմակերպության կողմից փակվող այդ հնարավորություններից օգտվել, թե չէ հետո sense tenants ընկերներից հետ ինչ որ տեղ դուրս ես գալիս, ինչ որ մի բան անում ես եւ այլն, բայց դա ինձ թվում է եւս փորձ է, որովհետև ես շատ ժամանակ սա ասում եմ ու վերջացնեմ եղել է ժամանակ որ ես վեգան եմ եղել մոտ 6 տարի
ու ճամփորդել իմ բանը այդ մասի բյուջեն բաց էր թող ապրեսես դրա մասին հենց եմ ուզում ասեմ ես գրեթե որ գնում էի ծրագրերի փոքր ժամանակ ոչինչ չէի գտվում ու մի ժամանակ արդեն ընտանիքս ուլտիմատում դրեց որի համար շատ շնորհակալ եմ որ այդ միակն է որ ես ինձ լսել եմ գալի ասել որ եթե դու չսկսես նորմալ սնվել սենց իմանայք, դա իրեն շնորհքն է։ Ինձ չսկսես նորմալ սնվել վեգանությունը չթարգես, մենք քեզ չենք թողի որևէ տեղ գնաս, որովհետև իրոք արդեն պահը հասավ նրան, որ ես չէի հասցնում սնվել ու չէի գտնում այն սնունդը, որով ես ուզում եմ, ասենք, սնվել, որովհետև փաստացի օդով ջրով էի երբ սնվում, ու բախտս բերեց, որ այն բոլոր երկրները, որ այցելել եմ որտեղ որպես վեգան, ես եւս այցելել եմ որպես ոչ վեգան, ու ստացվել է, որ ես բոլոր այդ ամեն ինչից նորից օգտվել եմ եւ այս կրկնել եմ այն փորձը որ այն ժամանակ բաց էի թողել իհարկե հիմա ինքը sense այսպես ասած կարմա է որ մի երկիրներ կան իմ մոտ որ եւի արդեն 7-րդ անգամ եմ գնում նույն Վիեննա, նույն Բրյուսելը եւ այլն որ ես նոր երկրներ շատ քիչ եմ արդեն գնում որտեվ կամ շատ եմ գնացել կամ մի երկիր մի քանի անգամ եմ գնացել ու ամեն անգամ ինչ որ նոր բան եմ փորձում եւ այլն հենց որ կյանքից հնարավորինը շատ քաղեք, բարիկներ քաղեք, իմ նման վեգան մի եղեք ու այդ վեգանի պատմությունն էլ բավականին ինձ թվում է իմ ընկերների մեջ շնց մեծ ոնց որ առիթ եղել ինձ միսիկ անվանելու եւ այլն տարբեր ժամանակներում մնացել եմ տարբեր նիկների մեջ մի ժամանակ թափունչիկ էի որտեղ շատ տարված էի ասենք վերամշակման, waste management-ով եւ այլն, հետո երբ որ արդեն վեգանությունից թարգեցի ու շատ էի ճամփորդում, անսահման շատ այդ տարիներ, որ ասեցի, եթե մի ամիս եմ Հայաստանում ամբողջ տարվա մեջ եղել, ինձ միսիկ էին ասում, ինչ սկսել ես միս ուտել, էներգիատ քեզ ուտում է, որովհետեւ ես չհասկացա թե ոնց, մի անգամից սկսվեց իմ ճամփորդությունները, իմ ամեն ինչ, իհարկե այդտեղ մի տարի բան եղավ կոവിഡ്ի պատճառով, որ չէին կարող ճամփորդել, բայց անգամ կոവിഡ്ը ինձ չդադարեցրեց ճամփորդելու, ես գնացի լիքը նոր երկրներ եւ այլն։ Իսկ մարդիկ ովքեր ուզում են դիմեն Էրասմուսին, մինչև դիմելը, եթե օրինակ իրանք բավարար անգլերենի հմտություններ չունեն կամ ինչ-որ տարբեր հմտություններ, ինչի վրա խորհուրդ կտաս աշխատել, նրա համար, որ իրանք պատրաստ լինեն, որ իրանք մրցունակ լինեն, որ իրանք ընտրվեն, այսպես ասած, եւ գնան Էրասմուսների։ Ինչի վրա ուշադրություն դարձնել, մոտիվացիոն նամակը ինչի շուրջ կառուցել, միգուցե։ Ոյ, անկեղծ այդ հարցը շատ էլի բազմաշերտ է, այսինքն տարբեր մարդկանցից կախված։ Ես խորհուրդ չեմ տա ուղղակի գնալ շաբլոնի հետևից, որովհետև ինձ շատ են ուզում CV օրինակ, մոտիվացիոն նամակի օրինակ, որ ասում եմ երեխեքան մեկը յուրովի է նայում այդ ամեն ինչին։ Հա, կարող եմ փորձել օգնել կառուցվածքային առումով, հա, օրինակ սկիզբը գրի ներկայացրու քեզ։ Մեջտեղը գրի 1, 2, 3 մինչև պատճառը, ոչ ավել։ Թե ինչու ես ուզում գնալ այնտեղ սովորել, copy մի արեք, կներեք ChatGPT մի արեք, ինքը կարող է ընդհանրապես իդեաներ տալ, հա, բայց ավելի ստրուկտուրա եմ տալիս, մաքսիմում։ Էլի մարդուց շատ բան է կախված, իրոք մարդու տրամադրվածությունից, մոտիվացիայից, ցավոք շատ ուսանողներ են մեզ դիմում, որ ուղղակի Եվրոպա գնան, հա, ճամփորդեն, Էրասմուսը դիտարկվում որպես ճամփորդական հնարավորություն, դրա համար շատ ափսոսում եմ, որ երեխեքին ի սկզբանե ասում եմ կենտրոնացեք ծրագրի վրա ու ծրագիրը մի ընտրեք նաև երկրով, հա, ասենք հա շատ հիանալի է Իսպանիան top երկիր է համարվում Էրասմուսի համար ամենտեղ, որտեվ կյանքը այնտեղ հրաշալի է, հարցրեք ինձ, որ ապրել է այնտեղ, ամեն ինչ անում եմ որպեսզի հետ գնամ, բայց մենակ տենց չի, հա, այսինքն կենտրոնացում, մոտիվացիա, ներկայացնել այդ ամեն ինչը շատ կարևոր է, համասարանը, որտեղ ընտրում է շատ նաև սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառների հիման վրա, այդ տվյալ ուսանողը պատրաստ է արդյոք մենակով ապրելու այդտեղ։ Այդ հարցը ինձ թվում է ամենակարևոր հարցերից է, որ շատ ուսանողներին ասում հա լավ թեթև հարցեր տվեցին։ Իրականում դա շատ խորքային հարց է, որովհետև այդ հարցը Եվրոպայում են հիմնականում շատ տալիս նաև, չմտածեք էլի, որ մեր հայկական բուհերը չգիտեն, դուք կարակ ապրեք թե չէ, բարձր դուք ամբողջ ձեր կյանքը տվյալ ուսանողը կարող է դուրս չի գնացել, դա իր առաջին հնարավորությունն է, ու այդ հարցին ինքն էլ չգիտի ոնց պատասխանի։ Ուզում եմ ասել կարճ, որ կարևոր է նպատակ ունենալ իհարկե ինչու են անում Էրասմուս, որովհետև շատերը որ մերժվում են, որովհետև նկատելի է, որ առանց նպատակի ուղղակի դիմել են, որպեսզի գնան ծրի ապրեն ինչ-որ մի տեղ, բայց ոմանց համար դա միակ հնարավորությունն է երկրից դուրս գնալու, հա, ես հիմնականում ջատագով եմ հավասար հնարավորություններին, որ բոլորը հավասար ունենան այդ
հնարավորությունները, եթե օրինակ ԵՊՀ-ն ունի մասնաճյուղ այսինչ մարզերում ու ոնց որ կենտրոնական մասնաճյուղը եւս գնում է Erasmus-ի, նաեւ մնացածը պետք է ունենան հավասար հնարավորություն մասնակցելու։ Իհարկե տեղերը ավելի քիչ են լինում բարձր, որտեղ ուսանողների քանակն էլ է քիչ լինում, բայց շուտով եթե ակադեմիական քաղաքի օրինակ ոնց որ այդ խոսակցությունները եւ ամեն ինչ լինի, ուսամ ավելի հավասար քվոտաներ կտրվեն արդեն ըստ մասնագիտացումների, որտեղ կան ֆակուլտետներ, որ ցավոք չունեն Erasmus-ի հնարավորություն, որտեղ պետք է տվյալ ֆակուլտետը դրսի ինչ որ համալսարանի ֆակուլտետի հետ ունենա համագործակցության հուշագիր, ծրագիր գրված, բյուջե եւ այլն հարմարեցված, որ տվյալ ուսանողը կարողանա մասնակցելու, հա, եթե ավելի խորանանք դրա մեջ։ Բայց ես ասում եմ, ես երեխեքին միշտ օգնում եմ, մոտիվացնում եմ, փորձում եմ ասել, մի անգամ դիմեցիք, մերժվեցիք, բայց իրոք ուզում եք մասնակցեք, մի վարանեք, նորից դիմեք։ Ուրեմն Չեխիան չէ ուրեմն էս չէ ձեր, ուրեմն ինչ որ էլ ավելի լավ բան է ձեզ սպասվում։ Այնքան դեռ ուսանողներ կան, որոնք որ օթից մի անգամից ստացան այդ հնարավորությունը ու գնացին ու հետ եկան, այնքան շնորհակալ էին մեզ, որ մենք իրենց ուղղակի մոտիվացրինք, եկան, միացան մեր կազմակերպությանը եւ այլն, հետո մենք ենք իրենց շնորհակալ լինում, որ իրանք գալիս են ու այդ կոչվում է reverse culture shock, որ գալիս են ու ոնց որ դրսի ապրածը շատ դժվար է ստեղ հետ դառնալ ու ստեղի սոցիումին հետ դառնալ, որտեվ ես էլ եմ դա ապրել, գիտեմ, դժվար է ստեղ աշխատանք գտնելը, դժվար է քեզ գտնելը ստեղ, որտեղ դու նույն կյանքը չես ապրել ինչ որ մի 6 ամիս ուրիշ երկրում, անգամ 6 ամիսը թվում է քիչ, բայց բավականին բան կարա փոխի մարդու կյանքում։ Ես որ ինքս մի տարի եմ դրսում ապրել, հետեկան, որովհետեւ ես չեմ պատկերացնում ինձ հայ ղեկավար ունենալ եւ աշխատել։ Այո, շատ լավ հարց է։ Ինձ թվում է ես ուղղակի ինձ չեմ կարողանում ճիշտ դրսևորեմ իրենց մոտ, որովհետև ես ավելին կարող եմ անել, բայց ես գիտեմ, որ իրանք ինձանից ուրիշ բան են ակնկալում ու մենք ոնց որ այդ bad communication-ը չենք ունենում, հա, իրար մեջ։ Ու ես եմ որ ասում հալավ ինքը ղեկավարը պետք է իրան լսել, այդ ինչ որ փակ արդեն վակուում է առաջացնում մեր մեջ։ Բայց երբ որ ես ունեմ եմ եվրոպացի կամ ասենք ավելի open-minded հա ղեկավար ու ես բայությամբ շատ ուրախ եմ որ ունեմ մեկը ազգությամբ իսպանացի պատահականությամբ չի երևի թե եկել էլ իմ կյանքում ու ստացվում է որ մենք շատ լավ կապի մեջ ենք, ընդհանրապես շփվում ենք թե կլինի WhatsApp-ով, թե տետատետ, թե հանդիպումներ կազմակերպելիս, թե մասնակցելիս, ամեն ինչը շատ հոյակապ գնում է ու բոլորին մաղթում եմ ամեն դեպքում գտնել իրենց երազելի աշխատանքը, որովհետև այս ամեն ինչը իմ կյանքում Erasmus-ները, կամավորությունները, հա, կամավորության մասին շատ չհասցրի խոսեմ, բայց իմ համար դա է եղել կարմիր թելի նման իմ կյանքով գնացող, որ այսօր ես ունեմ իմ երազելի աշխատանքը, կապ չունի քանի հատ մագիստրատուրա անեմ, կապ չունի քանի հատ գնահատական շարեմ իրար հետևից, ինձ համար կամավորությունն է եղել այն ամենա խորքայինը, հենքայինը ու այսօր դրա համար որ ես ունեմ իմ սիրելի աշխատանքը։ Մերսի շատ քեզ։ Մենք նաև մի ավանդույթ ունենք, որ վերջում մեր հյուրը մեզ լսողներին հարց է ուղղում, որի շուրջ արժի մտածել, որի պատասխանը քո ներսում գտնելը կարևոր է։ Քանի որ այսօրվա մեր քննարկման թեման եւս Erasmus-ն է, ոնց որ չեմ կարող այդ մի հարցը չտալ մեր թե հետևորդներին, թե մնացածին, ոնց որ հերետորական հարցը ավելի շատ կհնչի, դուք պատրաստ եք լինել հաջորդ Նենսի Մուսը։ Բարդ էր, բայց իհարկե չէ իմանում ի վերջ։ Բայց դե հուսամ ու կլինեն շատ Նենսի Մուսներ, կլինեն շատ մարդիկ, ովքեր տարված կլինեն Erasmus-ով այնպես ոնց որ ես, ու նաև կտարածեն ծրագիրը, որտեվ կներեք երեխեք ջան, ես հավերժ չեմ։ Հուսամ իրոք դասերին կշարունակվի, որտեվ մենք կարիք ունենք տենց մարդկանց։ Մերսի շատ քեզ։ Ձեզ էլ մերսի, որ լսեցիք մեզ մինչև վերջ, իսկ մենք կհանդիպենք եկող շաբաթ։